Այսօր մեր հյուրներ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, որի գործունեության մասին բոլորը գիտեք, ակտիվ գործունեության մասին, մեր մեղբային, երբ որ պոլիտեխնիկի հարցներ դրված, պարոն Մարուկյանը դրեց այնպիսի դիրքորոշում, որը մեր մարզի արդյունաբերության, ինժեներատեխնիկական կրթության համար ճիշտ ուղին է, պայքար է տալիս նաև տեխնոպարկի ստեղծման համար եւ փառք Աստծո, որ այսօր ասել եք եկեղեցությամբ հաջողությամբ։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուկյանը շարունակում է ընթանալ իր որդեգրած եւ վանաձորյան իրականության մեջ ներդրած քաղաքականությամբ։ Հետադարձ կապն ապահովելու եւ երկկողմ խնդիր գործունեությանը տեղեկանալու համար պարբերաբար իրականացվող հանդիպում զրույցները նրա համոզմամբ ամենաարդյունավետն են եւ արդարացվածը։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի լուծարման կառավարության մտահղացումն Էդմոն Մարուկյանն ի սկզբանե չողջունեց։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջին հանդիպումը կայացել էր նախընտրական լարված շրջանում, ուստի Էդմոն Մարուկյանը հարկ համարեց հակիրճ ներկայացնել պատգամավորական իր ողջ գործունեությունը։ Ազգային ժողովի 3 պետաիրավական, արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկված պատգամավորը առավել կարևորում է առաջինը, քանի որ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ 60%-ը քննարկվում է հենց պետաիրավական հանձնաժողովում, հետեւաբար ինքն ունի առաջարկություններով հանդես գալու մեծ հնարավորություն։ Հաջողացել եմ բազմաթիվ նախաձեռնություններ արդեն դնել շրջանառության մեջ, արդեն նախագծեր կան, որոնք օրենք են դարձել։ Հիմնական դրանք միտված են մեր քրեադատավարական, վարչական, իրավական բնագավառի բարեփոխումների։ Պատգամավորը կատակով նկատում է, ինձ սկսել են մեղադրել միայն Վանաձորի խնդիրները բարձրաձայնելու մեջ, սակայն պետք է ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ։ Կենտրոնանալով առաջին հերթին իմ ընտրատարածքի խնդիրների վրա, ինչը տրամաբանական է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի դեպքում, բազմիցս միջամտել եմ համապետական խնդիրներին, ունեցել որոշիչ ազդեցություն։ Այն հնարավորությունները, որ մեկ պատգամավոր ունի գործելու, դա մաքսիմում օգտագործել եմ։ Այս պահին, ըստ պարլամենտ մոնիտորինգի տվյալների, 131 պատգամավորից ես գտնում եմ 3-րդ հորիզոնականում ակտիվության ցուցանիշներով, որը որ չափվում է օրենսդրական նախաձեռնություններ, հարցեր, դեպքեր, եւ ասեմ, որ առաջին տասնյակի մեջ միակ մեծամասնականում ընտրված պատգամավորներ են։ Որպես փաստաբան Էդմոն Մարուկյանն արդյունավետ օգտագործում է անհատական մեկ մարդու հետ աշխատելու մեթոդը։ Ըստ իրավիճակի խնդիրը լուծում է ստանում հորդորի, առաջարկի, խնդրանքի կամ պահանջի արդյունքում։ Վանաձոր Քիմպրոմի ճակատագրին վերաբերող հարցինի պատասխան Էդմոն Մարուկյանը նախ նշեց, որ ընկերությունը դատարանում անցնում է սնանկության վարույթով, հապա տեղեկացրեց, որ կառավարության նիստին ինքը հարց է ուղղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, տեղեկանալու 600 աշխատակիցների աշխատավարձի, նրանց ավելի քան 50%-ի հարկադիր պարապուրտի եւ կուտակված պարտքերի մասին։ Նախարարը պատասխանել էր, որ 2 ամսում խնդիրը կլուծվի, շնորհիվ մի արտասահմանյան կազմակերպության, որը պատրաստվում է խոշոր ֆինանսական ներդրումներ կատարել գործարանում, արդյունքում աշխատատեղերի քանակը հասցնելով 1100-ի։ Բնական է, որ ես միանգամից չեմ հավատացել ինչան ինձ ասել, բնական է, որ իմ այս դա ասում դուք չեք հավատում, որովհետև այդ գործարանը 7 անգամ բացվել է կամ վերաբացվել է եւ այդպես էլ չի բացվել։ Եվ հիմա մեզ մնում է ուղղակի հետևողական լինել, ես խոստացել եմ, որ անընդհատ իրեն անհանգստացնելու եմ այդ հարցով։ Եթե պարզվեց, որ դա չիրականացավ, այլ բան չեմ պատկերացնում, քան որ կգնա լուծարան։ Հարցերն ու մտահոգությունները չափազանց շատ էին նաև վստահության ու գովեստի խոսքերը։ Իդեմս ձեզ մենք վստահ ենք, որ ունենք մեր շահերը պաշտպանող եւ պարլամենտական գործունեությունը հստակ պատկերացնող ընտրված պատգամավորի հետ։ Տնտեսության մեջ գերակայությունը տրված է օլիգարխիկ, քրեաօլիգարխիկ եւ մասնավորապես նաեւ մենաշնորհային քաղաքականություն։ Արդյոք ազգային ժողովը չի կարողանում արդեն պատկերացնել, որ հասել է ժամանակը սահմանադրական լուրջ փոփոխություններ կատարելու, քանի որ կոսմետիկ բարեփոխումները արդյունք չեն տալիս։ Ամեն քառօրյա ընթացքում մեր ընդդիմությունը, նաև ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական ֆրակցիան մանրամասն նաև իմ կողմից բազմիցս ներկայացվել է։ Սահմանադրական բարեփոխումներ են նախապատրաստվում։ Հիմա եթե դուք ինձ ասեք, դուք հավատում եք, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում դրա այդ խնդիրները կլուծվեն։ Ես կասեմ ոչ։ Ինչու՞, որովհետև մեր բնակչությունը իր ապագան չի կապում մեր երկրի հետ, որը շատ վատ է։ Եվ դրա մասին է նաև խոսում կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բողոքներ։ Ինչու հետո որ մարդկանց ասում են, որ լավ չեք ուզում ձեր թոշակի համար գումար հավաքեք, ասում են, բայց այվախ չեն տանում։ Չենք հավատում, որ կտան։ Ես հարց եմ չեսնում, հաջորդ հարցը։
Չեք հավատում, որ պետությունը կլինի, ասենք 30 տարի, հետո ասում են չէ։ Հարցեր հնչեցին նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և մաքսային միության ճակատագրերի մասին։ Վերջին տարիներին մեր երկրի կրթական ոլորտը համապատասխանեցվել է եվրոպական չափորոշիչներին, իրականացվել են տասնյակ բարեփոխումներ։ Մաքսային միության մեջ մտնելը արդյոք կազմի այդ կրթական բարեփոխումներ։ Այս պահին ասում են, որ ոչ։ Բայց սա առաջին քայլն է։ Մենք ասել ենք Հայաստանը, ասել է, որ մենք ինտեգրում ենք մաքսային միություն, հետագայում որպեսզի հիմնադրենք ձեզ հետ միասին Եվրասիական միություն։ Երբ որ մենք ինտեգրվենք Եվրասիական միություն, ես չգիտեմ ինչ պայմաններ կարող է։ Կարող է այնտեղ օրինակ արգելքներ լինեն, նման փոխանակումներ։ Ինչու, որովհետև այսօր գնալով հարաբերությունները վատանում են այս աշխարհի եւ այն աշխարհի։ Եվ ես չեմ բացառում, որ մի օր մենք կանգնենք այդ ձևի իրավիճակի խնդրի առջև։ Հանդիպման ավարտին ներկաներին բաժանվեց Էդմոն Մարուքյանի 2013 թվականի 3-րդ եւ 4-րդ նստաշրջանների համառոտ հաշվետվությունը, որը 5000 օրինակով ներդիրի տեսքով տարածվել է Վանաձորյան խճանկար շաբաթաթերթով։ Ամեն կերպ պատրաստ եմ ծառայել եւ նաեւ մեր գործընկերներին տեղական ինքնակառավարման հավաքանու ընդհանրի մոտ։ Ասել եմ, ինչ հարց կա, ասել եմ, ես ոչ մի հարցով կաշկանդված չեմ։ Ինձ ասեք, ես այդ հարցը բարձրացնեմ։ Դուք տվեք մեր կոլեկտիվի անունից հավաքականություն այդտեղ։ Ես եմ Մեր արգարժան պատգամավորի շատ բովանդակալից արծուպատասխանի և կուսության համար։ Ես եմ շնորհակալ։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։